Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հույս ունի, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների բացումը նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի միջև համագործակցության համար։ Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ սահուն սահմանը։ Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ 3 տասնամյակ փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի ավելի քան երբևէ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության էներգետիկ ռեսուրսների բյուրոյի ավագ խորհրդականը, նշել խաղաղության համաձայնագիրը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար անվտանգության և բարգավաճման նոր դարաշրջան կբացի։ Էկոնոմիկայի նախարարն ընդունել է հայազգի գործարար և բարերար Նուբաշ Աֆայանին։ Քննարկվել է պետություն մասնավոր հատված արդյունավետ համագործակցության շրջանակներում մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգը։ Նախարարը նշել է, ներդրումները կարող են մեծապես նպաստել երկրի տնտեսական զարգացմանը։ Կարևոր է համապատասխան պայմանների ստեղծումը օտարերկրյա ներդրողների համար։ Փաշինյանը հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության արժնախագահին։ Կողմերը քննարկել են երկկողմ բազմոլորտ գործակցության զարգացման հեռանկարները, կարևորելով տնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ կոնկրետ քայլերի մշտական անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ ընդգծվել է միջխորհրդարանական ձևաչափով համագործակցության շարունակականության կարևորությունը։